Սպեկտրումների մեջ թե կրթական իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ազգային փոքրամասնություններ, ընտանեկան բռնություն եւ այլն։ Ես իհարկե հիմնական շեշտադրումը դրեցի մարդու իրավունքների միջազգային այդ համախմբի վրա եւ քանի որ Հայաստանում այսօր մարդու իրավունքների հենց քաղաքական կոնտեքստն է ամենաթիրախավորվածը, ամենախոցելին, միգուցե շեշտադրումը ավելի շատ այնտեղ էր, բայց ընտրվելու պարագայում, ինչպես ես խոսքի եզրափակիչ մասում հաստատեցի, միանշանակ է, որ մարդու իրավունքների ամբողջ այսպես փաթեթը, որտեղ թե ընտանեկան բռնությունը եւ ամենակարևորը մեր հասարակությունում այսօր տիրող անթույլատրելի բռնության սահմանները, անհանդուրժողականությունը պիտի դառնա հանրային տագնապներից մեկը եւ մենք բոլորս պիտի հասկանանք։ Այսպեսի մի հարց։ Ձեր կուսակցականացված կերպարը մի տեսակ ոնց ասեմ, այդ պաշտոնի հետ քիչ է համապատասխան իմ կարծիքով։ Օրինակ, եթե դուք լինեիք կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ, ես դա կպատկերացնեի։ Կուսակցականացվածությունը չի խանգարում այդ պաշտոնին։ Ես եմ կարծում, որ այստեղ բոլորը կուսակցական եւ քաղաքական մարդիկ են, ազգային ես հպարտ եմ իմ կուսակցական անցյալով եւ անկախության առաջին օրերից եւ դրանից էլ առաջ անդամագրվել եմ հայ հեղափոխական դաշնակցությանը եւ հպարտությունը քրիստոնեական այսպես պատվիրաններով թույլատրելի չի, բայց ես հպարտ եմ իմ արժե համակարգով եւ այդ կուսակցության անդամ լինելով, բայց իմ կուսակցականությունը երբեք չի խանգարել ինձ թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում պաշտպանելու հենց մարդու իրավունքները եւ ԵԱՀԿ-ում ես արդեն երկրորդ շրջանն է մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն հանձնաժողովի անդամ եմ։ Եթե դրանք գիտեք կպաշտպանեմ, եթե դրանք վերաբերում են մարդու իրավունքներին։ Եվ ես երբ որ մարտի 1-ին 5 ուրեմն տարբեր կալանավորվածների երաշխավորագիր եմ տվել, բոլորովին չեմ կիսել նրանց գաղափարը արժեքային հիմքերը, այլ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից եմ խնդիրներին մոտեցել։ Եվ մարդու իրավունքների պաշտպանությունը ընդունված այսպես աքսիոմատիկ նորմ է, ոչ ազգություն, ոչ կրոնական պատկանելություն, ոչ սեռական պատկանելություն չի ճանաչում եւ այդ պատասխանատվությունը բնականաբար հասկանում եմ։ Ինչ տպավորություն ունեք հարցերից, շնորհ դեռ հարցերն են ելույթները արժևում են, դուք կընտրվեք այս պաշտոնում։ Չեմ անկեղծորեն չեմ կարող ասել, կանխատեսելի չի եւ տեսնենք ինչ կլինի, բայց մի բան ինձ համար ավելի քան հստակ է, կընտրվեմ թե ոչ, ես շարունակել եմ աշխատել ճիշտ այն մոտեցումներով եւ այն հարժեհամակարգով, որ մինչեւ հիմա ունեցել եմ։ Ժամանակը թող ցույց տա։ Եթե չընտրվեք նույն հանձնաժողովում եք ընտրվել։ Չգիտեմ, դեռ կտեսնենք։ Տիկին Գալստյան հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանը խորացել է ընտանեկան բռնության դեպքերի մեջ եւ գտնում է, որ օրենսդրական բաց կա, այդ ոլորտում իր հետ կհամագործակցեք, ոնց եք դա պատկերացնում։ Ես լսել եմ, որ ընտանեկան բռնությունը վերջերս հետաքրքրություն ունի։ Ես Աննա Հակոբյանին չգիտեմ, թող նախաձեռնությունը լինի մտածումները, ինչու՞ չէ, որովհետև մերժելը նկատի ունեմ, եթե առողջ լուծումներ կան, առողջ գնահատականներ կան եւ լուծման ճանապարհներից շահելու է մեր պետությունը եւ հասարակությունը, ես կողմ եմ եւ ընդհանրապես ես ինքս դիալոգի երկխոսության կողմնակից մարդ եմ եւ գերադասում եմ խնդիրները լուծել, քան թե առճակատումը։